Պարոն Ղազարյան, դուք 5-րդ անգամ փորձ արեցիք հանդիպել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, սակայն պարզ դարձավ, որ այս անգամ նա հրաժարվել է ձեզ հետ հանդիպել։ Շարունակում է նույն պատճառաբանությունը մնալով ձեզ։ Ոչ թե ինձ, այլ ինձ տեղեկացվել եմ ազգային ժողովից զանգեցին, ասացին, որ պարոն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունելության արժանացնել միայն ինձ, այսինքն այլ քաղաքացիների հետ հայտարարված ընդունելությունը կայանում է, ինքը փաստորեն ողջ առողջ է, իր հետ ոչինչ չի պատահել, չնայած վերջին հարցազրույցները, բայց ինքը ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց ինձ ընդունելության չի արժանացնում, այսինքն պարոն Ռուբինյանը 5-րդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որը նկարագրված է Քրեական օրենսգրքի 203 հոդվածում, այն է խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Իդեպ ասեմ, որ նախորդ անգամ ես դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հիմա էլ կդիմեմ, հենց այստեղից ճեպազրույցից հետո, եւ նրանք վարույթ էին նախաձեռնել եւ ազգային ժողովից պարզաբանել էին ՄԻՊ-ի գրասենյակին, որ հատկապես Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը Էդգար Ղազարյանին ընդունելության չեն արժանացնում որպես քաղաքական գործիչ, այսինքն իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ասեմ դες, որ այս ընդունելությունների հեղինակը իրենք են, սա ես չեմ, ես նոր քիչ առաջ փորձեցի ընդունելություն խնդրեմ ազգային ժողովի նախագահին, հիմա էլ հեռախոսը չի պատասխանում, չգիտեմ ինչի, երևի սուպերսակոն ստեղ կարող է առանձնացել են, հավանաբար, սա նորից կփորձենք կապ հաստատել ազգային ժողովի ընդունահանի հետ, որպեսզի իրան էլ տեղյակ պահենք այս իրավիճակի մասին, արդեն 4-րդ ամիսն է, ազգային ժողովի փոխնախագահները եւ 5-րդ ամիսը ներեցեք, մենք մայիս ամսից ենք սկսել այս գործընթացը, 5-րդ անգամ արդեն ընդունելության չեն արժանացնում ցուցաբերելու խտրական հիմա մարդը կարող է տեղյակ չի։ Հաջորդեցին բացի այդ վարույթը ՄԻՊ-ի, որին արձագանք եղավ ազգային ժողովից հետո, ինչ եղավ, որովհետեւ գիտեմ, որ մի քանի վարույթներ կարծեք կարճվել են։ Ոչ թե կարճվել են, այլ նախ վարույթներ չեն նախաձեռնել, ես բոլոր գործերով դիմել եմ դատախազություն, վաղնել եմ դիմելու, ուղարկում են Արաբկիրի քննչական բաժին, այնտեղ հրաժարվում են վարույթ նախաձեռնել, ես բողոքարկում եմ եւ այս պահի դրությամբ արդեն ունեմ 2 շահած դատ եւ դատարանը պարտավորեցրել է քննչական կոմիտեին նախաձեռնել վարույթ։ Ինչ է հետաքրքիր, որ դատանի պարտավորեցնելուց հետո քննչական կոմիտեն հոկտեմբերի 16-ին նախաձեռնում է վարույթ, 17-ին հայտարարում է վարույթը ավարտելու մասին առանց որևէ վարույթային գործողություն անելու։ Ես ներկայացնում եմ 9 միջնորդություններ այդ վարույթի շրջանակներում, որ հարցաքննություններ անեն, նույնիսկ ինձ որպես վկա, որպես տուժող այդ վարույթում չեն, այսինքն վարույթը նախաձեռնել են, ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ մեղադրյալ կա, ու անմիջապես վարույթը փորձում են կոծկել, փակել։ Խոսք ընդունելությունների մասին է, բայց դատանի որոշում կա, իսկ իրենք պարտավոր են այդ վարույթները նախաձեռնել եւ ես հետեւողականորեն շարժվելու եմ այդ ուղղությամբ, այսինքն այս պայթյունությամբ ես արդեն մի խմբակցություն եմ ձևավորել ԿՊ-ի ներսում հանցագործների 24 հոգի մեջը ներառված են, երևի Ռուբինյանի նշանակեն խմբակցության ղեկավարը, որովհետեւ ինքը չեմպիոնն է ամենաշատ չընդունելու հարցում։ Չէ, իրանք կապված թե ով ինձ ընդունելության չի արժանացրել, այսինքն այնտեղ կրկնահանցագործության դեպքեր կան, ընդհանուր ընդունելության չարժանացնելու քանակը շատ է, բայց ասենք Հակոբ Արշակյան 4 հատ, Ռուբինյանը դառավ 5 հատ, այնտեղ էլի պատգամավորներ կան, որ կրկնակի հանցագործություն է։ Ես մի խոսքով ԿՊ-ի ներսում արդեն 24 հոգանոց խմբակցություն ունեմ եւ ես կարծում եմ, որ իրանք մի փրկություն ունեն այս հանցանքից ի վերջո արդարացվելու, վարույթը կարճվելու, որ գնան Հայկ Մամիջյանի մոտ եւ միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործը։ Մեզ հենց այդքան էլ պակասում է մոտավորապես։ Եթե հիմա ԿՊ-ից 24 հոգի միանան նախաձեռնությանը, վարչապետին հնարավոր կլինի անվստահություն հայտնել, մենք է կպրծնենք, իրանք է կպրծնեն։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը որակում են անլուրջ։ Այսինքն, եթե մի գործընթաց նկարագրված է սահմանադրությամբ եւ դա իրենց որպես պատգամավորների պարտականությունն է, դրա անլուրջը ո՞րն է։
Այսինքն եթե իրենք փաստորեն իրենց падգամավորի որպես պարտականություն կառավարության գործունեությունը վերահսկելու անլուրջ են համարում։ Չէ, այդ կոնտեքստով չասում եմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելի վերջը ըստ իրեն ձևակերպած Նիկոլ Փաշինյանն ինչ անում են, ճիշտ է անում, իրենք էլ կիսում են, տեսնում եք, որտեղ գնում են պատարակի հետևից գնում են պատարակի։ Չէ, պատարակի հենց կակրած չեն գնում։ Ով է, այս Ռոմանոսներ գնացել, կանգնած էր հետևում, բայց անցած անգամ չէր գնացել։ Արադ Միրզոյանները անգամ գնացել, անցած անգամ չէր գնացել, նա էլ կարծեմ չեմ անի որպես շրջանավարտ, կարող է պրակտիկա էր որպես գնացել, որտեղ նա ասենք ոչ օրինական քահանաների մատուցած արարողությունը ոնց էր, երևի պրակտիկա էր։ Նա շատ քիչ մարդ է նրա հետևից գնում, իսկ ինչ վերաբերվում է վարչապետի գործունեությանը, բայց հենց այդ եմ ուզում իրանց հետ ասելով խոչի, վարչապետի գործունեությունը պիտի համապատասխանի կառավարության գործունեության ծրագրին։ Հələ մենք թող գան նստեն կառավարության գործունեության ծրագրի ցանկացած էջը բացեն կարդան։ Տեսնենք այդ գործունեության ծրագիրը կատարվում է թե չի կատարվում։ Ակնհայտ է որ չի կատարվում, բայց եթե չի կատարվում, նրանք պիտի վերահսկեն կառավարության գործունեությանը, եթե չի կատարվում անվստահություն այդն ոնց կարա դա համարվի անլուրջ։ Անլուրջ իրանց հիմիկվա կարգավիճակն է եւ այս գործընթացի այստեղ գալու նպատակը նրանց լրջության դաշտ բերելն է եւ իրանց պաշտոնական պարտականությունների դաշտ բերելն է։ Իրանք չեն կարող խուսափեն դրանից։ Բացի իմպիչմենտի հարցից կար էլ ուրիշ հարց, որ պետք է ներկայացնեիք Ռուբինյանին։ Այո, Ռուբինյանի հետ եւս 3 հարց կար։ Մեկը վերաբերվում է դրան, որ ինքը ընդգրկված է Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության հանձնաժողովի կազմում։ Եվ ես ուզում եմ իմանամ, ինքը որ փաստորեն ամեն օր փող է ստանում նաև որպես այդ հանձնաժողովի անդամ։ Ես ուզում եմ իմանամ այդ հանձնաժողով քանի նիստ են գումարել մինչև հիմա, ինչ հարցեր են քննարկել, ինքը այնտեղ ինչ դիրքորոշումներ ունի, առաջիկայում երբ է նիստ նախատեսվում, ինչ են պատրաստվում անել, ինքը այդ հանձնաժողովի անդամ է։ Իր պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկություններն է ինձ հետաքրքիր։ Երկրորդը ինձ հետաքրքիր է նրա կարգավիճակը, որովհետև նրա կենսագրական տեղեկություններում կա, որ ինքը ի թիվս ԿՊ-ական այլ գործիչների Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Արշակյանի 2016 թվականի մայիսին մասնակցել են ապրիլյան պատերազմին։ Մայիսին են մասնակցել, բայց իրանց մասնակցությունը եղել է այն, որ որպես ԿՊ-ի կամավորական ջոկատի անդամ գնացել են Արցախի պաշտպանության բանակ եւ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկին կցված իրականացրել են ինժեներական աշխատանքներ, ասենք փորել են փոս։ Ես հիմա ուզում եմ իմանամ, ինքը ուզում է, չի ուզում գնա մի հատ իր փորած փոսը տեսնի, միգուցե մտնի մեջը, միգուցե անվտանգային նկատառումներից ելնելով հողը տա վրեն։ Բայց հետաքրքիր է իր փորած փոսը որ երկրի տարածքում է ինքը փոր է։ Եթե դա Ադրբեջանի տարածքում է, հիմա ինչի չի գնում Ադրբեջանի տարածքում փոս փորի, եթե ինքը փոս փորող է Ադրբեջանի տարածքում։ Եթե փորելա որպես ինչ է փոր է, ռազմական հանցագործ է ինքը, թե պետական դավաճան, ինձ այդ է հետաքրքիր իմանալ իրանից, իր կենսագրական տվյալները եւ իր այսօրվա հայտարարությունները։ Եվ նաեւ հայ-թուրքական գործընթացում հայտարարում են, ասում են Ռուբինյանը այդ գործընթացի հայկական կողմի ներկայացուցիչ է։ Նայում ենք սահմանադրությանը, կառավարության արտաքին քաղաքականությունը վարում է կառավարությունը։ Ռուբինյանը օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է։ Սահմանադրությամբ ասում է, որ իշխանությունները տարանջատված են։ Օրենսդիր իշխանությունը վերահսկում է կառավարության, օրենսդիր իշխանության ղեկավար մարմնի ներկայացուցիչը ո՞նց է կառավարության ֆունկցիա իրականացնում։ Վարչապետի որոշում չկա, որ ինքը այդպես ֆունկցիա իրականացնում, այսինքն ինքն իր ավճությամբ է զբաղվում։ Ուզում եմ իրանից մի հատ կարող է ինքը տեղյակ չի մեր երկրի օրենքներից, իր կարգը, կարող է ինքը չգիտի, որ ինքը ազգային ժողովի փոխնախագահ է։ Մատ ուզում եմ իր հետ այդ հարցերը լավ կլինի ձեր ներկայությամբ փորձենք պարզաբանենք, որովհետև ինքը երբեմն ճեպազրույցներ տալիս է ազգային ժողով։ Այնպես է տահաշ ձեր ունի, շատ երկար չի լավ իրան լսել, էլի, նա ճղճղան այնպես ձեն ունի։ Բայց մատ այնուամենայնիվ պետք է հասկանալ իրանից, ինքը ով է, իրանից ինչ է ներկայացնում, այս ինչով են զբաղվում մեր երկրը։ Ես որպես քաղաքացի այդ իրավունքը ունեմ եւ իրանց ընդունելությունն էլ հայտարարում են, որ այդ իմանանք։ Հայտարարում են գալիս եք փախնում են։
ասացիք, որ Ալեն Սիմոնյանի հետ էիք փորձում կապվել ընդունելության համար գրասենյակ, վերցնող չկար, ինչ հարց եք ուզում քննարկել Սիմոնյանի հետ, արդյոք նաև երեք հրապարակված այդ կարճ դիալոգը Փաշինյանի հետ, որտեղ փորձում էին գտնել հաղթելու ենք հեշթեգի հեղինակին։ Չէ, դրանից տեղյակ չեմ, ճիշտ ասած, դա ինձ չի հետաքրքրում։ Ազգային ժողովի նախագահը ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պատասխանատու է ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման համար, իսկ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի աշխատանքների մի մասն է կազմում։ Ես ուզում եմ մնամ ինքը տեղյակ կա, որ ազգային ժողովի փոխնախագահները ընդունելություններ են տապալում, ազգային ժողովի պատգամավորները չեն ներկայանում քաղաքացիների ընդունելության, չեն ցուցաբերում, այդ իր պարտականությունների մեջ է մտնում եւ նաեւ մի քանի հարց իրան այդ գործընթացի հետ կապված։ Օրինակ, այդ իր ստեղծած հանձնաժողովը, որ ասում եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովը, ինքը դրա նախագահն է։ Այդ էլ է ինձ հետաքրքիր, կամ ինքը 2020 թվականին ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն ա եղել Արցախում իրականացված ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել։ Հիմա ասում է, որ Արցախը ապօրինի կազմավորում է փաստորեն, Արցախի իր այդ դիտորդական առաքելությամբ ընտրված ազգային ժողովի գործունեությունը Հայաստանի տարածքում համարում է Հայաստանի անվտանգության սպառնալիք, երբ որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ դա սպառնալիք չի հիշատակվում։ Իր նաև տեսակետներն եմ ուզում հասկանամ, ես ճիշտ ասած հաշվի առնելով նախորդ ամիսների փորձը սահմանափակել եմ հանձնաժողովների հետ ընդունելության գալու այդ բանը, հասկանալով բանը, բայց թողնում եմ միայն ազգային ժողովի փոխնախագահների հետ եւ այո, Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի հետ դեկտեմբեր ամսվա նախ Հակոբ Արշակյանին ամսի 21-ին է նոյեմբերի դրան էլ կգամ, հուսով եմ, որ ինքը կգա գիտակցության եւ կներկայանա, չնայած դա նոյեմբերի 21-ին է, ոչ թե 34-ին, բայց այնուամենայնիվ հուսով եմ, որ ինքը կգա այդ ընդունելությանը եւ դեկտեմբեր ամսվա ընդունելության անպայման նորից կգրանցվի մասնակցելու։ Ես եմ շնորհակալ։